Ստացվում է, որ երկրի անարդարության, սովի պատճառը դատավորներն են։ Այս հարցը պատական չեմ տալի, որովհետև տևական ժամանակ կառավարության հարցու պատասխանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ է անում, որ դատական համակարգը եռագլուխ մաֆիայի դեմ է պայքարում, կոռումպացված դատավորները պետք է նստեն, ասում է դիակի մոտ բռնում ես, գնում են հասնում են դատարան, արդարանում են։ Հիմա ստացվում է այնպես, որ երկրի անարդարության սովի պատճառը դատավորներն են։ Երբանից եւ ինչպես օրինակ դատավոր Վահե Դոլմազյանը պետք է վերանայի իր աշխատանքը։ Կամ այսպիսի արտահայտությունն էլ չէ, ձեր թույլտվությամբ հնչեցնեմ, ասում է, ձեզ հաշիվ տվեք, ինչով եք զբաղված։ Օրինակ Վահե Դոլմազյանը ինչպես իրեն պետք է հաշիվ տա, որ դառնա օրինակ Նիկոլ Փաշինյանի սրտի դատավոր։ Մեթոդը։ Դատավոր Վահե Դոլմազյանը որպես իրավաբան քննիչ ժամանակել է նույն կերպ արդարադատության իրականացրել, այսպես ասած, լիազորություն շրջանակում։ Դատախազ ժամանակ էր հիմա որպես դատավոր։ Այսինքն, եթե դատական իշխանությունը որպես իշխանության առանձին մարմին այսօր առանձնացնում է, չեմ կարող քաղաքական հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություններ անել, բայց դատավոր Վահե Դոլմազյանը նույնն է, ինչ 2010 թվականին, 2016-ից 15-ից 20 թվականին դեռ հիմա։ Այս հայտարարությունները ճնշում չեն, պարոն Դոլմազյան։ Եվ արդյոք չեն հեղինակազրկում դատական համակարգը, պարոն Դոլմազյան։ Ասում եք կոռումպացված դատական համակարգ, կաշառք վերցնող դատավորներ, դուք հիմա այդ համակարգի ներկայացուցիչներ։ Եռագլուխ մաֆիա։ Եղել է վերցնեք։ Դուք շատ անիմաստ ու շատ անխոհեմ հարց եք տալիս։ Եթե նման բան լիներ, ես դատավոր չէի աշխատել այդքան։ Լավ, հիմա այս Պարոն Դոլմազյան, հայտարարությունները օրինակ մի անգամ ես ձեզ հարց ուղեցի, ներողություն եմ խնդրում, երբ որ եկել եք դուք դատավորների ժողովում, օրինակ Ռուբեն Վարդազյանը մեծ է զրույցում էր ասել, որ ես ավելի քան վստահ եմ Վահե Դոլմազյանը նույն էնտուզիազմով այս իշխանություններին է դատելու։ Այս մասով ինչ մեկնաբանություն կտաք դուք։ Ես այդ հարցի հետ կապված իմ դիրքորոշումը հայտնել եմ ձեզ։ Դուք կոմենտներն եք ասում, պետք է մաքրեք, եւ իմ հարցին չպատասխանեցիք, պարոն Դոլմազյան։ Չպատասխանեցի, բան չի փոխվել որպես այդ։ Կոմենտները ջնջվում են, պարոն Դոլմազյան, ձեր մասով, դա ես ձեզ վստահեցնում եմ, որպես ժողովուրդ օրաթերթի լրատվամիջոցի լրագրող, բայց դուք իմ հարցին կոնկրետ չեք պատասխանել։ Դատավոր, այո, ցանկացած իրավապահ մարմնի ներկայացուցիչ, ով իր պաշտոնը ստանձնելուց էլ երդվել է, պահպանում է օրենքը եւ կապ չունի ով է մեղադրյալի աթոռին։ Բոլորը հավասար են օրենքի առջև։ Ներողություն, Նիկոլ Փաշինյանը ասել է Սամվել Կարապետյանը, Ծառուկյան եւ այլ դիմադիր լիդերներ պետք է նստեն տասնյակներով։ Հիմա դուք քննում եք Սամվել Կարապետյանի գործը։ Պետք է նստի, թե չէ։ Եվ երբ լսում եք վարչապետի այս հայտարարությունը, ո՞նց եք ընկալում, չեք ճնշվում։ Երկրի ղեկավարը մի կողմից ասում է պետք է նստի, մյուս կողմից արդարադատությունն է։ Ով է չնստացնում, ասում է կաշառք է վերցրել։ Երկրի ղեկավարը տարբեր հանգամանքներով պայմանավորված կարող է տարբեր քաղաքական հայտարարություններ անել։ Հրահանգված է։ Չի հրահանգում, որովհետև յուրաքանչյուր դատավոր կոնկրետ գործը քննում է, կոնկրետ հանգամանքները հաշվի առնելով, կոնկրետ քրեադատավարական իրադրությունը հաշվի առնելով։ Հետևաբար մի օրինակով պայմանականորեն ինչ-որ հայտարարության անելը կամ ինչ-որ հանգամանքներից տեղեկացված լինելով պայմանավորված քաղաքական հայտարարություններին չեմ կարծում, որ դա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ճնշում չէ։ Կարապետյանին չնստեցնենք, այսինքն բան չնետեք, հա։ Ձեր նկատմամբ քրեական պրոցեսներ, ճնշումներ եւ այլն, ինչ որ բան չի հետեւի, պարոն Դոլմազյան, այդպիսի մտավախություն, մտահոգություն դուք չունեք Որովհետև երկրորդ տարբեր այս հայտարարությունները մասին լավ ինչ եք մտածում, որ այսպես առաջի դեմքը ասում է։ Ասում է ում չեն նստացնում, կաշառք են վերցրել։ Հստակ այդպես ասում։ Ասում է լիքը փող ունեն մաֆիոզները, տալիս են կաշառք։ մի շարք դատական նիստերի դուք ներկա եք լինում process-ին, հետևում եք, հետևությունները թողնում եք։ Եվ տեսնենք, որ Սամվել Կարապետյանին թողում եք տնային կալանք։ Այո, տեսնում եք, որ թողնում։ Հիմա եթե կա, ուրեմն խափան միջոցի տվյալ տեսակն է պիտանի։ Երբ որ այլ իրավիճակ կլինի, կգտնի, որ ավելի մեծ խափան միջոցը կարող է պիտանի միջոց կկիրառվի առավել մեծ խափան միջոց։